Ներ Փարավոն ռեստորանային համալիրի փոխտնօրեն Տաթևիկ Օնիկյանի հետ կզրուցենք։ Տիկին Օնիկյան, երբ գործողությունները կատարվեցին այստեղ, ինչ հիմքով ներկայացան մարմինները խոզարկություն իրականացնելու, ապա կապարակնքելու ինչ հիմքեր ներկայացրին։ Հուլիսի 6-ին վաղ առավոտյան, մինչդեռ աշխատողները դեռ չէին ներկայացել աշխատանքի, ես ինքս եղել եմ տանը, մտել են քննչական գործողություններ են իրականացրել, ոչ մի աշխատողի թույլ չեն տվել մնալ տարածքում, բոլորին հանել են, սկսած Մուլտիգրանդ հյուրանոցի մեր հյուրերից, տուրիստներից, մեր հայրենակիցներից, միջոցառմանը հրավիրված մեր հյուրերից են այնտեղ ներկա եղել, բոլորը առավոտյան ժամը 7-ից 8-ի սահմաններում բոլորին դուրս են հրավիրել, չբացատրելով ոչ մի բան, նույնիսկ ավտոբուսներով են տեղաշարժել մարդկանց, ռեստորանի աշխատակիցները ևս ով ներկա եղել, սկսած բոլորից բոլորը ուղարկվել են տուն ու այդ օրվանից սկսած արդեն 8-րդ օրն է այսօր, մենք բոլորս մնացել ենք անաշխատունակ, մեր անձնակազմը անորոշ վիճակում են, իրենց տանը սպասում են, հաճախորդները անհանգստացած, վրդովված, ովքեր որ ունեն միջոցառումներ եւ ընթացիկ ամսում եւ միջև մյուս տարի ընդհուպ, մարդիկ զանգահարում են, անհանգստանում են, իրենց ծախսերը պլանավորել են, սրահն արդեն ամրագրել են, բայց մենք չգիտենք ինչ պատասխանենք մեր հայրենակիցներին։ Նույնը վերաբերվում է մեր աշխատակիցներին, մարդիկ գտնվում են հարկադիր պարապուրտում, ինձանից սկսած բոլորը։ Քանի աշխատակցի մասին է խոսքը։ Մոտավորապես ընդհանուր համալիրում գնում է խոսքը մոտավորապես 60-70 աշխատակցի մասին, ովքեր որ իրենց ամենօրյա նվիրված աշխատանքին են գալիս։ Մենք հստակ պատասխան չունենք, ուզում ենք մեր խոսքը լսելի լինի, մեր ղեկավարությանը, մեր հայրենակիցներին, որ տեղեկացված լինեն, որ սա ընդամենը բիզնես է։ Ամեն մեկս գալիս է այստեղ աշխատի իր ընտանիքի հոգսերը հոգալու համար։ Որևիցե մեկը այլ նպատակներ չունի։ Քաղաքականությունը առանձին թեմա է, բիզնեսն առանձին թեմա է։ Եվ խոսքը չի գնում մենակ մեր ռեստորանի կամ հյուրանոցի մասին։ Բոլոր կառույցները այս պահին աշխատակիցները գտնվում են, չգիտեմ, անորոշ վիճակում։ Եթե ամեն մեկս մեր վրա վերցնի, ուղղակի ինչ կաներ, եթե, չգիտեմ, հազարավոր հաճախորդներ զանգ տային, ինչ պետք է պատասխանենք իրենց։ Ամոթանք ենք լսում, չգիտեմ, վիրավորանք նույնպես, ուղղակի շատ ամոթ է, չգիտենք ինչ անենք, անելանելի իրավիճակ է։ Չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ չգիտեմ, ինչ կա, որ կարա ուղղակի կտրի աշխատանքային պրոցեսը, կարան ընդհանուր գործողություններ շարունակվեն, բայց զուգահեռ նաև չխաթարվի ռեստորանի, ինչպես նաև հյուրանոցի ամենօրյա աշխատանքը։ Տիկին Օնիկյան, մեկ ճշգրտում, մեկ օրվա կտրվածքով ինչքան եք տուժում այս ընթացքում, ինչքան գումար եք կորցնում մեկ օրվա կտրվածքով։ Ռեստորանը աշխատում է միջոցառումների համար, ամենօրյա ինքը ռեժիմ չունի, իսկ հյուրանոցը ամենօրյա ռեժիմով աշխատում, մոտավորապես ամեն միջոցառումից եկող հասույթի չափով։ Այդ շատ տարբեր է այդ թիվը կախված հյուրերի ցուցանցից, էլի, կարա լինի, չգիտեմ, 150 հոգի, 200 հոգի, մոտավորապես շրջանառության չափ լինում է 10-12 միլիոն։ Միջոցառման կտրվածքով։ Միջոցառում հետաձգվել է այս ընթացքում կամ կան միջոցառումները մոտակա չեն ոչ թե հետաձգվել են, մարդիկ ուղակի ունեն մոտակա օրերին մեր մոտ գրանցված հարսանիք, զանգ են տալիս, ասում են ինչ անենք մենք ամսի 18-ին, դրանից հաջորդող ամսաթվերին, չգիտեն իրանք, նույնիսկ իրանց տեխնիկական, դիզայներական բոլոր պայմանավորվածությունները համապատասխանեցրած է մեր սրահի հետ։ Դա կարճ ժամանակում 3-4 օրում փոխել ուրիշ ռեստորան գնալ, գտնել արդյոք կա տենց ազատ սրահ այս սեզոնին, ամառային սեզոնին, կարծում եմ, որ շատ դժվար կլինի, արդյունքում այդ հաճախորդն շատ վատ իրավիճակում լինում, ունեն շատ հյուրեր, ովքեր որ 1 տարի առաջ տոմսեր են ամրագրել, թանկ գնով ձեռք են բերել, պիտի գան, հիմա իրանք ուղղակի սենց անճար ձևով սպասում են, չգիտենք ինչ պետք է լինի։ Ինչ քայլերի են պատրաստ, աշխատակիցները անորոշ ժամկետով եք հնարավորեն 1 ամիս փակմանը, ինչ ձեր գործողությունները են։ Մենք մեր բողոքի ցույցն ենք ներկայացնում, մեր ձայնն ենք բարձրացնում ու մեր խնդրանքն է, մեր հորդորն է, նույն մեր ղեկավարությանը, որ գործը, բիզնեսը, մարդկանց հանապազորյա աշխատանքը չխառնել որևիցե պրոցեսների հետ, ամեն մեկը իր տեղում խնդրում ենք, որ իր ընթացքն ունենա ճիշտ։ Շնորհակալ եմ։ Վաճառքի բաժինը լսենք ձեր տեսակետը։